Երևանը սահմանադրությունը փոխելու հարցով Բաքվի հետ չի բանակցում, պնդում է արտգործնախարարը, ընդգծելով, որ չեն կիսում Հայաստանի մայր օրենքի վերաբերյալ Ադրբեջանի մտահոգությունները։ Սահմանադրության փոփոխության հարցը վարչապետի աշխատակազմի ենթակայությամբ գործող Օրբելի կենտրոնի կազմակերպած միջոցառման ընթացքում այսօր Արարատ Միրզոյանին ուղղեց ադրբեջանցի լրագրողը։ Մեր պատասխանը շատ միանշանակ է, մենք չենք կիսում ընկալումը, թե մեր սահմանադրության մեջ որևէ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա։ Եվ հետևաբար մենք չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ եւ չենք բանակցում սրա շուրջ։ Ես նշեցի արդեն, խաղաղությունը հաստատված է, մի շարք ամենական հարցերի շուրջ համաձայնություններ ձեռք բերված են, հրապարակված է, ստորագրված է, բայց կան հարցեր նաեւ, որ երկու երկրները չեն համաձայնվում, հա։ Հիմա սա այդպիսի հարցերից մեկն է։ Հիշեցնելով, որ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար Բաքվում սպասում են այդ փոփոխությանը, Ազերթաջի լրագրողը հետաքրքրվեց, թե Երևանում որքան շուտ այն կիրականացնեն։ Արտգործնախարարը մինչ բուն հարցին պատասխանելը տարակուսեց։ Ինչու է ադրբեջանական պետական լրատվամիջոցի ներկայացուցիչը Երևանում պաշտոնական Բաքվի դիրքորոշմանը համահունչ հարց տալիս։ Ես կհարցնեի երևի մի բան, որը չէր լինի, օրինակ, պաշտոնական Բաքվի խոսույթը կամ, չգիտեմ, թեմա, որը նաև ես հնարավորություն եմ ունենում քննարկելու կամ լսելու իմ ադրբեջանցի գործընկերների կողմից, դա հաստատ չէր լինի սահմանադրության վերաբերյալ։ Բայց կրկին այստեղ, ես իմ շատ թյուր պատկերացումը գուցե ունեմ լրագրողական հետաքրքրությունների մասին։ Ավելի քան 3 տարի բանակցված եւ համաձայնեցված հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը միայն նախաստորագրված է։ Բաքուն ստորագրելու երկու նախապայման էր ներկայացնում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում եւ սահմանադրության փոփոխություն, որում տարածքային պահանջ են տեսնում։ 3 տասնամյակ Ղարաբաղյան հակամարտությամբ զբաղված միակ ձևաչափը Երևանի համաձայնությամբ լուծարվեց։ Ինչ վերաբերում է սահմանադրությանը, Արարատ Միրզոյանն այսօր պնդեց. Երևանն ու Բաքուն արձանագրել են թե Հայաստանի, թե Ադրբեջանի սահմանադրություններին բանակցություններում անդրադարձ չի լինելու։ Մենք չունենք համաձայնություն, որ սա բանակցային օրակարգի մաս է, բանակցային օրակարգի հարց է եւ հետեւաբար մենք եւ Ադրբեջանը մեր հետագա հանդիպումները եւ կամ հետագա բանակցությունները նվիրենք այս թեմային։ Չկա այդպիսի բան։ Արձանագրել ենք, որ մենք այստեղ չունենք համաձայնություն։ Բաքվից սակայն չեն հրաժարվում այս օրակարգից, պարբերաբար հիշեցնում են խաղաղության պայմանագիր կստորագրել միայն Հայաստանի սահմանադրության փոփոխությունից հետո։ Միրզոյանը եւս սա փաստեց, միևնույն ժամանակ պնդելով, թե առանց ստորագրման էլ միայն նախաստորագրմամբ խաղաղությունը հաստատված է։ Հայաստանի գլխավոր դիվանագետը այդուհանդերձ հարկ համարեց շեշտել, նոր սահմանադրության հարցը իշխանության օրակարգում է։ Մենք դեռ 2018 թվականից 18 թվականի վերջերից նույնիսկ եթե շողությունս չի դավաճանում, հանրային ասել ենք, որ մենք խնդիր ունենք մեր սահմանադրությունը փոխելու, բայց սա նախ եւ առաջ ներհայաստանյան եւ միայն գուցե ներհայաստանյան օրակարգի մաս է։ 2018-ից հետո իշխանությունը խոսել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունից, որպեսզի այդպես վերացնի իրենց բնորոշած սուպերվարչապետական համակարգը։ Այժմ, երբ փաստաթուղթը մշակվում է, այդ մասին խոսք չկա։ Փոխարենը վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է. իր կարծիքով նոր սահմանադրության մեջ չպետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Հենց սա է պայմանագիրը ստորագրելու Բաքվի նախապայմանը։ Ադրբեջանից չեն հրաժարվում նաև Հայաստան ադրբեջանցիների վերադարձի օրակարգ։ Ընդամենը 2 օր առաջ Իլհամ Ալիևը Սևանը Գյոյչա անվանեց, վերստին հայտարարեց մեջբերեմ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան եւ դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ պետությանը։ Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները պետք է ապրեն Հայաստանում, ենթադրում եմ ադրբեջանի քաղաքացիները Ադրբեջանում։ Ես չեմ ուզում ոչ մեկի փաստաբանություն անել, բայց ձևակերպումը այդպես է, չէ՞, ցարական քարտեզներում չկա Սևան, կա Գյոկչա։ Չեմ կարծում, թե սա կարելի ասել, որ այսօրվա Սևան Ալիևը ասում է, որ այսօր չկա Սևան, կա Գյոկչա։ Բայց միևնույնն է, ամենակառուցողական ձևակերպումը չի եւ իսկապես չէինք ասի, թե տեղավորվում է, հա, բանի մեջ, խաղաղության նարատիվի։ Իսկ ինչ փուլում են Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող Թրամփի ուղու իրականացման աշխատանքները։ Ինչ է արվում այդ ուղղությամբ եւ գործնականում երբ այն կդառնա իրականություն։ Նախարարն առանց ժամկետներ նշելու միայն շեշտեց. ամերիկյան կողմի հետ այժմ ինտենսիվ քննարկումներ են։